Կարճ ընդամենը ասեմ, որ այն հաղորդագրությունը, որ տարածել է քննչական կոմիտեն, այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, եւ այն ձայնագրությունները, որոնք արդեն լսել եք, դրանց բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այսինքն կեղծ է փորձակնության կենթարկվեն։ Մանրամասները կհասկանանք, դրանց գուցե ամբողջությամբ, գուցե առնվազն մի մասը անձամբ գոնե ոչ մասնագետի համար այդ ձայնագրությունները լսելուց հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում եւ ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված գեներացված են, դեռ գործիքնությունը ցույց կտա ամենատեպս չի բացառում, որտեղ այդ գործիքը արդեն հրապարակվեց այդ հայտնի փաստաթուղթը, որտեղ իբրև հեղափոխության պլան են գծել եւ հաջորդ օրը իրավապահները սկսեցին գործողությունը եւ այդ ձայնագրությունները հրապարակվեցին։ Դե մի քիչ տեղյակ մարդու համար բացարձակ գաղտնիք չի եղել, կասկած չի եղել, որ դրան հաջորդել են ինչ-որ գործողություններ, դա պատերազմական լեզվով ասած նախապատրաստությունն է հրետանային, որ սկզբից ինֆորմացիան տարածում են, որպեսզի հետագայում այդ գործողությունները ավելի հեշտ իրականացնեն եւ տեսնում ենք նաեւ, որ այսօր շատ համակարգված ձևով աշխատում են այդ ինֆորմացիան տարածելու վիրավորանքներով, կոշտ խոսքերով, ամբողջ իշխանական վերնախավը լծված է այդ գործին, այսինքն տեսնում որ սա համակարգված օպերացիա է իրավապահների եւ քաղաքական իշխանության։ Երեգություն քանի տարի է սպառնում։ Հեռախոսներ արգրավել են բազմաթիվ բոլոր։ Ենթադրում եմ, որ այո, որտեղ խոզարկություն ուտել են, Սրբազանի հեռախոսը տեղեկություն չունեմ այս մասով։ Անձնական տվյալների հրապարակման մասով հաշվի առնելով, որ մենք նախադեպ ունեցել ենք ինչպես են ԿՊԱ-ականները, կոնկրետ Հովիկ Աղազյանի անձնական տվյալները հանրայնացնում, մտաբախություն չունեք եւս Սրբազանի։ Մենք տեսել ենք շատ փաստեր, որտեղ հրապարակայնացնում են անձնական տվյալներ ոչ իրավական նպատակներով, այսինքն իրավապահները իրենց գործառույթներն իրականացնում են ծառայելու քաղաքական այս կամ այն խնդրին, չենք բացառում, որ կարող է լինի, բայց ամենայն դեպս չեմ կարծում, որ Սրբազանի անձնական ինֆորմացիայի որևէ հատվածի ներողություն հրապարակում որևէ խնդրառույց հարց կարա Հիմա ԶՊՎ-ն տեղափոխելու հետո միջև երևի թե միանգամից դատարան, դեռ հայտնի չի, որ դատարան է։ Պարոն Խուդոյան, այս հոդվածով քանի տարի է սպառնում։ Հոդվածը երկու հոդված է, մեկը 12, մեկը 15 առավելագույնը, բայց իրականում այս հոդվածներն էլ ակնհայտ արհեստական են ձևակերպված, շատ իրավաբաններ արդեն դրա մասին դիրքորոշում հայտնել են, որ նույնիսկ իրենց նշած տեքստը գիտություն ընդունելու ճշմարիտ համարելու պարագայում եւ նույն այս հոդվածներով մեղադրանք չէր կարող առաջադրվել։ Պարոն Խուդոյան, դուք Սրբազանի հետ արդյոք հնարավորություն ունեցաք քննարկել հրապարակված ձայնագրությունները, թե ոչ։ Այն ինչ որ տեղի ունեցել ներսում, այս բանը չեմ կարող հրապարակել, իրեն ներկայացրել եմ դրանց բովանդակությունը, նշել է, որ որևէ նման գործողություն պլանավորված չի եղել։ Բայց իր ձայնն է հնչում։ Հնարավոր է ձայնը նշածել, ինչպես ասացի, դա կարա լինի եւ մոնտաժված նյութեր եւ գեներացված, դա դեռ կպարզենք, մենք ակնկալելու ենք, որ վարույթն իրականացնողը դատարան ներկայացնելու ամբողջական ձայնագրություններ, ոչ թե հատվածական եւ կոնտեքստ հասկանալու եւ դրանց մեջ այլ ուրեմն փոփոխություններ կատարված լինելու բացառելու համար։ Որ ասում եք մոնտաժված լինի, օրինակ երկու հոգին լրիվ այլ տեղից են վերցրել այլ բովանդակության խոսակցությունից գյուլել է լրիվ այլ տեղից եւ կպցրել են իրար։ Եթե ուշադիր մի քիչ բարձր լսեք ձայնագրությունները, վստահ որպես մասնագետ լրագրողներ կլսեք այդ ընդհատումները յուրաքանչյուր արտահայտությունից առանձին։ Իսկ գյուլելը ինչ կոնտեքստից ցես կարող է վերցրած լինել։ Չեմ կարող ասել այս բանին, դեռ պետք է քննարկենք ավելի մանրամասն, բայց մեր շատ հայրենակիցներ հաստատ իրենց ընկերական ընտանեկան սեղանների շուրջ երբեմն շատ տաքացած լինելով շատ արտահայտություններ կարող են հնչեցնել եւ դա ձևակերպել քրեական մեղադրանքի տակ կարելի է միայն ամբողջական կոնտեքստը հասկանալուց եւ երկարատև այն ինչ-որ գործողությունների շուրջ տեղավորելու առումով։ Պահանջել եք, որ դատարան ամբողջ ձայնագրությունները։ Մենք չենք պահանջում, թե ինչ ներկայացնի քննչական մարմինը, մենք ամենայդեպս դատարան դեռ նյութերը չենք ստացել, ինչ են դատարան ներկայացնելու, բայց դատարան ներկայացված չլինելու պարագայում բնականաբար առարկելու ենք, որ այդ նյութերը չեն կարող բավարար լինել գնահատական տալու համար։ Ներողություն, պարոն Խուդոյան, ես ճիշտ հասկացա, որ ձայնը Սրբազանինն է, բայց պարզապես մոնտաժված է։ Ես արդեն դարձին պատասխանեցի, որ ակնհայտ է, որ դա մոնտաժված է, թե արդյոք ես լսում եմ, այո, իմ կարծիքով իր ձայնն է այդտեղ, հիմա բայց հարցը այդ չի։ Թե արդյոք այլ միջամտություն եղել է այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, դեռ